Արամ ջան, մի խնդրանք ունեի ուղղակի Սամվելին շտապ գումարը անհրաժեշտ, ասաց, որ դուք իր մտերիմ ընկերներից եք։ Այսպիսի տեքստերով եւ ձայնային հաղորդագրություններով խաբում են մարդկանց, ծանոթներից կամ ընկերներից վերցնում տվյալներ կամ գումար։ Սա ինտերնետային խաբեության այժմ ամենատարածված տարբերակներից է։ Մասնագետը նշում է, խաբեբան օգտագործում է մարդու վստահությունը, ստեղծելով իրավիճակներ, երբ թվում է դիմում է հարազատը կամ մոտ ընկերը, բայց իրականում զեղծարարն է։ Խաբեության մեկ այլ տարբերակի թիրախում են հայտնվել պետական գերատեսչությունների որոշ աշխատակիցներ։ Նրանց անունից սոցցանցերում կեղծ էջեր են բացել եւ պահանջել գումար փոխանցել իրենց նշած հաշվեհամարին, այս կամ այն գործարքը արագացնելու կամ ավարտին հասցնելու համար։ Կոտրած WhatsApp-ի մեջ այդ մարդու անունով հաշիվ են ստեղծում, հետո գրում են մարդկանց, որոնք իրենց հետ կապ ունեն, որ ես իմ նոր համարն է, մոտդ ֆիքսի, հետո մի քիչ խոսում են հետը, հետո խոսակցությունը տանում են նրա վրա, որ ԱԱՑ-ն քեզնով է հետաքրքրվել, որտեղ քո հաշվի վրա Ադրբեջանից $5 միլիոն է փոխանցվել։ Բայց շատ հանգստանած ես ասել եմ, որ դու նորմալ մարդ ես եւ այլն, ուղղակի համագործակցի։ Հետո զանգում է ԱԱՑ աշխատակից ներկայացողը, ռուսերեն է խոսում, ասում եմ, որ ես ռուսերեն պետք է խոսամ, որովհետև ուրեմն սա հայ-ադրբեջանական համատեղ գործողություն է, ու իրանք էլ որ կարողանան սա հետո կարդան։ Հաղորդագրությունները հայերեն են ստանում տուժողները, բայց զգացվում է, որ օտար լեզվից է թարգմանված։ Ի վերջո, մարդուն համոզում են, որ գումարը փոխանցի իբրև թե ԱԱՑ-ի հատուկ հաշվին, այնինչ իրականում այն պարզապես գնում է զեղծարարի գրպանը։ Խաբեության հաջորդ ձևը բանկի կամ բջջային օպերատորի աշխատակից ներկայանալով ուղարկում են որևէ հղում եւ համոզում, որ մարդը ներբեռնյային։ Իրականում վիրուս է ներդրվում հեռախոս կամ համակարգիչ։ Խոսակցությունը շարունակում են մոտ 30 րոպե, որ այդ ընթացքում հասցնեն ներբեռնած վիրուսով հափշտակել տվյալները։ Խաբեբաները նաեւ ուշադիր հետևում են նորություններին ու շորթումը զուգակցում նոր տեխնոլոգիաներով։ Բանկային քարտով վճարները խրախուսվում են, քեշբեքի առաջարկ կա եւ այլն։ Արհեստական բանականությունով սարքած տեսանյութեր գովազդներ են տարածում, որ կառավարությունը նոր հավելված է ստեղծել, որ դրանով ՀԴՄ կտրոնից կանես անում ու քո գումարի, ես ինչ-որ տոկոս քեզ է վերտակնում։ Եվ առաջարկվում է այդ ֆայլը ներբեռնել ծրագիրը։ Բնականաբար սա էլ է վիրուս ու անում է նույն բանը։ Եթե արդեն հայտնվել եք ծուղակում, առաջինը դիմեք բանկին ու տեղեկացրեք խաբեության մասին, որպեսզի կասեցնեն հնարավոր վնասները։ Երկրորդը հեռախոսից ջնջեք ամբողջ ինֆորմացիան, ապա դիմեք իրավապահ մարմիններին լիարժեք հետաքննության համար։ Եթե ձեզ փորձում են վախեցնել ինչ-որ մեկի անունից, դա արդեն նշան է, որ մի բան այն չի, փորձեք օրինակ այդ նույն մարդու հետ ուրիշ միջոցով կապնվել, հասկանալ ինքն էլ ձեզ գրել թե չէ։ Եթե ձեզ զանգում են բանկից, օպերատորից, հարկայինից, եսի կապ չունի, ինչ-որ մի կառույցից, պետական թե ոչ պետական, եւ ուզում են ձեզանից ինչ-որ արտառոց տվյալներ, գաղտնաբար, կոդը, որը եկել է SMS-ով, ինչ-որ ծածկագրեր, քարտի վրայի տվյալներ, կամ առավել եւս առաջարկում են ինչ-որ մի բան անել ձեր հեռախոսի հետ, դա հաստատ խաբեություն է, որտեղ երբեք տենց բան հեռախոսով չի արվում։ Մերին էլ մեկ այլ խարդախության զոհ է դարձել։ 5 տարի զեղծարարը օգտագործել է նրա նկարները սոցցանցերում նրա անունից շփվելով տարբեր տղամարդկանց հետ։ Տարիներ անց մի օր էլ խաբեբան սխալմամբ հենց իր անունից է նամակն ուղարկել ու բռնվել։ Իսկ այս ամեն ինչի համար ես արել։ Անմտածված բան եմ արել։ Ունեցել է սեքսուալ բնույթի խոսակցությունների լուսանկարի ներքո տարբեր տղամարդկանց հետ ամուսնացած իդեպ նշեմ, դա շատ կարևոր է, եւ բոլոր հնարավոր տարբերակներով փորձել է վարկաբեկել։ Ուշադրություն, հաջորդ ծուղակն էլ կա։ Կարող է հայտնվել մեկը, ով կասի, ես կարող եմ հետ բերել ձեր փողերը։ Պետք է իմանաք, որ սա նույնպես խաբեություն է։ Զեղծարարները օգտագործում են այս հնարքը շորթման զոհերից կրկին շորթելու համար։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Սիմիկ Մայիլյան,